Ինչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Ես ինչ կասեմ Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեմ, կխնդրեմ, որ խաղաղ հեռանա, որպեսզի մեր երկիրը, մեր սահմանները լինեն պաշտպանված։ Որ հանդիպեմ Փաշինյանին, կասեմ ռուսի ասած պախարոշմու, թողու հեռաց, այդ կլինի ճիշտ, որպեսզի չհայտնվես ԱՀԾ-ի պատվալներում, այդպես կասեմ, ու պարզ կասեմ, թող ես մի անգամ ինքը ման ագալիտ ես մարդկանց, մանիպուլյատոր է էլի, որ տեղում տանի նման մաս կաս դու տարել ես ոչ սրբազաններ ես ճանաչում, ոչ եկեղեցի ես ճանաչում, ցեղասպանություն ես ճանաչում, ոնց ես դու կարողանում 1,5 միլիոն ասում անուն ազգաններ րոպե 240 մարդու կյանք կերավ հենց այն վախտեր։ Բանդրաս անուն ազգանների տեղից չգիտես։ Այս ոնց ես ուզում 111 տարի անց ուզում ես դուրս տեղ իմանալ անուն ազգանուններով, չէ, որքան մեծ մարդ է։ Ես իրան մի հարց ունեմ տալու։ Կարող է մի գեղեցիկ որ ինքը Արարատ Միրզոյանի անունը փոխի, որտեղ Արարատը մերը չի։ Կարա չէ լինի տենց։ Հարց կտամ, մի հարց, ինչու համար, այդքանը ինչի համար կազմակերպեց, հանուն ինչի, ինչքան պիտի մարդ ատեր հային, որ փորձեր ինքնությունը հայի ոչնչացներ։ Փաշինյանի կասեմ միայն մի բան, որ ինչ խղճով կապրի ինքը, երբ ունենք Հայաստանում 5000-ից ավել զոհվածներ, 11000 վիրավորներ եւ չպարզեցված թվով անհետ կորածներ։ Ոչ բան չեմ ասի։ Ես չեմ բանանում իրան որպես վարչապետ, որտեղ պատրաստումը իմ տալիս տղան էլ է զոհվել։ Չգիտեմ։ Այդ վարչապետը ղեկավարը պիտի իրեն ցանի, որ իրան նոր ասեցի։ Ժողովուրդը իրան սիրի, իրան հարգի։ Բայց կարելի ասած ոչ մեկը ոչ սիրում է, ոչ հարգում է, որտեղ ակարականում լրիվ։ Ես 18 տարեկանում գնացել եմ պատերազմ, կրվել եմ 93 թվին, ունեմ 2 պատվոգիր Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ։ Ես ինքս ազատագրել եմ այդ հողերը, ուղղակի կհարցնեին, բա ոնց տենց եղավ։ Ասելիքս կասեմ, այնքան կասեմ, որ կհոգնի, այդքանը։